Սուրբ Ոգուի ներկայք խաղաղությամբ եւ դեր եղեցի ինձ ընտամենեսյան ամեն։ Գյումրիի կաթողիկե Սրբոց նահատակած եկեղեցում հոգեհանգստի պատարակ է ի հիշատակ Հռոմի Պապի։ Ֆրանցիսկոս Պապը Գյումրի կատարած այցի ժամանակ օծել էր այս եկեղեցին։ Այստեղ նաև նրա լուսանկարներն են, որոնցից մեկը խորհրդանշում է Պապի պատմական այցը դեպի առաջին քրիստոնյա երկիր։ Աստծո օգնությամբ գալիս եմ ձեզ մոտ իրականացնելու համար, ինչպես ճանապարհորդության կարգախոսն է դա ասում, այց առաջին քրիստոնյա երկիր։ 2016 թվականին Հռոմի Պապը Գյումրիի Վարդանանց հրապարակում բացօթյա պատարակ մատուցեց։ Կաթոլիկ առաջնորդն ինքն էր ցանկացել, որ հենց Գյումրիում Հայաստանի ամենաաղքատ քաղաքում մատուցի պատարակը։ Շուրջ 25,000 հավատացյալներ ոչ միայն Հայաստանից, այլև այլ երկրներից Գյումրի էին եկել տեսնելու կաթոլիկ եկեղեցու քահանայապետին։ Աստված բնակվում է, որտեղ սիրում են իրար, հատկապես որտեղ դգարներին եւ աղքատներին են խնամում։ Նա միշտ օրհնում եւ պաշտպանում է նրան, ով բարի լուրն է դանում դժվարներին, գոդրված սրտերի վերքերն է բադում եւ մխիթարում է վշտացածներին։ Շատ գարիքն ունենք սրան։ Գյումրի նրա այցի համակարգողներից էր ներսես վարդապետ Գալստյանը։ Այցելության ելույթի մեջ շատ գեղեցիկ շեշտադրում արեց, ասեց ես այցելեցի Գյումրի, որպեսզի իմ փոքր հոտը չմտածի, որ միայնակ է։ Շիրակի մարզում կան գյուղեր, որտեղ բնակչության մեծ մասը կաթոլիկներ են։ Արևիկը այդ գյուղերից մեկն է։ 9 տարի առաջվա այցը մեծ նշանակություն ուներ, հատկապես կաթոլիկների համար։ Ես հիշում եմ 9 տարի առաջ մեր ամբողջ դպրոցը, գյուղի հավատացյալների մեծ մասը, ուրեմն ավտոբուսներով մենք գնացինք Գյումրի նրա օրհնությունը ստանալու։ Սա նաև մեծ իրադարձություն էր այն առումով, որ այստեղ Հռոմի Պապը եւ Կարեկին II միասին պատդվում շրջում էին այդ մեքենայով, ցույց տալով երկու քույր եկեղեցիների միասնությունը։ Մեծ ոգևորությամբ սպասում էինք, անհամբեր սպասում ենք նրա այցին եւ մեզ համար դա կարծես անակնկալ լիներ, որ Հռոմի Պապը եկե հասել էր Շիրակի մարզ։ Մեզ համար մեծ փառք ու պատիվ էր, որ եկավ Հայաստան, եկավ Գյումրի։ 86-ամյա Մայրամ տատը թեև հրավիրատոմս ունեցել է, բայց չի կարողացել մասնակցել Հռոմի Պապի մատուցած պատարակին։ Հիմա ափսոսում է։ Սկանքը ամբողջ Հայաստանն էլ, ամբողջ հայ կաթոլիկ եկեղեցին էլ, ժողովուրդն է սկանք, լավ մարդ էր։ Լավ հոգևոր էր, հովիվ հոգևոր ինչ որ գցեն, նիքպեսի հովիվ հոգևոր էր։ Շիրակի մարզում մոտ 8000 կաթոլիկ կա, հայր Ներսեսն ընդգծում են նույնիսկ իր կյանքի վերջին օրը զատկական ուղերձում Ֆրանցիսկոս Պապը չմոռացավ Հայաստանի մասին ու մաղթեց, որ խաղաղություն հաստատվի։ Դա մեծ նշանակություն է, նաև խոսում է այն մասին, որ անգամ այդ դժվարին բարականերին չմոռացվի հայազգի խնդիրը, դժվարությունները եւ ինքը այդ վիճակով նաև արտահայտեց եւ չմոռանանք որպես հոգեվոր անձիկ իր խոսքը աղոթք է առ Աստված, խնդրանք է առ Աստված, որ իրականանա եւ խաղաղություն տիրի այս տարածաշրջանում։ Կաթոլիկ եկեղեցու հովվապետը անտարբեր չի եղել հայոց հարցի ու հայ ժողովրդի հանդեպ, ընդգծում է կաթոլիկ վարդապետը։ Առավել եւս ցեղասպանության վերաբերյալ իր աշխատություններում հատուկ ինքը ներկայացնում է հայ ժողովրդի տառապանքները, տանջանքները եւ քահանապետ դառնալով նաեւ ինքը այդ հարցը բարձրաձայնեց իլուր աշխարհին։ Իմ կարծիքով սա ամենաարժեքավոր հայտարարությունն էր այս տարիների ընթացքում, որ հայ ժողովուրդը պայքարում էր արդարության կոչեր եւ ընդհանրապես արդարության հայացք ուղղելու այս խնդրի շուրջ։ Հռոմի 266-րդ Պապին շիրակցի կաթոլիկները հիշում են որպես աղքատի կողքին կանգնած բարին քարոզող հովվապետի։ Բարձրացակ մարդասիրության մի օրինակ է։ Կարեկցող նվիրյալ սիրո արտահայտող։ Զատկից առաջ ավակ 5 շաբթի օրերը ինքը փանդարյալների ոտքերն է լված է, գաղթականների, փախստականների եւ առհասարակ նրա կյանքի նշանաբանը որպես հոգեվորականի ավետարանացումն էր եւ ժողովրդի մեջ հատկապես հասարակությունից մեժված աղքատ խավի մեջ կյանքի եւ Աստծո հանդեպ հույսը եւ սերը արթնացնելն էր։ Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությունը ապրիլի 26-ին է, ամենայն
հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ևս կմասնակցի արարողությանը։ Նոր 267-րդ պապի ընտրությունը մայիսի առաջին տասնօրյակում կկայանա։